Հայաստանում երիտասարդ կին արդեն 5 ամիս է ինչ փակի տակ է, ոչնչի համար, լսիր մեկ րոպե։ Նրա անունը Լիդիա է, 39 տարեկան է, լուսավոր, բարի, աշխատասեր մարդ, որը երբևիցե ոչ մեկին վնաս չի տվել։ Բայց նա այսօր փակի տակ է, առանց տեսակցությունների իրավունքի, առանց հանցանք կատարելու, առանց հստակ հիմնավորման։ Մենք աղմկում ենք, երբ կենդանիների պաշտպանության հարց է դրվում, բայց երբ մեր երկրում մի կնոջ ազատություն են խլում, լռում ենք։ Ինչու՞։ Լիդիան իրավունքներ չունի։ Նրա կալանքը կրկին երկարացվեց։ Նրան ստիպում են ամանորը դիմավորել բանտախցում, զրկված ընտանիքի ջերմությունից, լույսից, կյանքի բնականon ընթացքից, որևէ հանցանք չգործած, պարզապես որովհետև կանգնել է իր քաղաքացիական իրավունքների կողքին եւ կանգնել է այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են մեր արժանապատվության, մեր երկրի ապագայի, մեր իրավունքների համար, ինչը մենք պարզվում է ընդունակ չենք անելու։ Սա միայն Լիդիայի եւ նրա ընտանիքի ցավն է, թե մեր հասարակության։ Այստեղ հարցը սեռը չէ, քաղաքականությունը չէ, համակրանքները չեն, ինքնախապեյությամբ մի զբաղվեք։ Հարցը արդարությունն է, որը մեր երկրում հիմա բացակայում է։ Սա արդարության, բացակայության արդյունք է։ Երանի արդարության համար հալածվողներին, երանի նրանց, ովքեր կանգնում են ճշմարտության կողքին, երանի նրանց, որոնք չեն երկնչում մարդկանցից, այլ միայն Աստծո դատաստանից։ Լիդիայի տեղը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը։ Իսկ հիմա հարց տուր քեզ, ինչ կանեիր դու։ Արդարությունը սկսվում է մեկ մարդու կողքին կանգնելուց։ Ազատություն Լիդիա Մանթաշյանին, ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Եթե արդարությունը քեզ համար արժեք է, even if politics is not, տարածիր։